Միգրացիայի և քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնի պաշտոնական բացումն է։ Այն փոխարինում է նախկինում գործող թեժ գծին։ Բարև ձեզ, Մարիամը լսում է։ Այսպես կենտրոնի աշխատակիցները պատասխանում են քաղաքացիների զանգերին։ Այո, Էրեբունու անձնագրային բաժանմունքը տեղափոխվել է Զաքյան 3 հասցեում։ Զանգերը բաշխվում են 5 մասնագետի միջև, ըստ թեմաների։ Ես սպասարկում եմ անգլերեն լեզվով եւ բնակչության պետական ռեգիստրի, կացության կարգավիճակների հետ կապված, օտարերկրացիների հետ կապված զանգերը։ Մյուսներն էլ սպասարկում են օրինակ քաղաքացիության, անձնագրային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զանգերը։ Ի դեպ, արցախահայությանը պատասխանողը արցախցի է։ Համակարգը ներդրվել է դեկտեմբերի 13-ից։ Այս ամիսների ընթացքում պատասխանել են մոտ 21 000 զանգի։ Նախկինում ամսական կտրվածքով սպասարկվել է 1223 զանգ, իսկ ներկայումս Զանգեզուր համակարգի ներդրումից հետո զանգերի քանակը ամսական միջին հասնում է 7266 զանգի։ Այսինքն Զանգեզուր համակարգի ներդրումով մենք կարողանում ենք ապահովել զանգերի անհամեմատ մեծ թողունակություն։ Իրականացում է զանգերի բաշխում, որակի վերահսկողություն, կատարվում է գաղտնալսում, ինչպես նաև իրականացվում է մոնիթորինգ։ Նախկինում գործող թեժ գիծ զանգ ստանալու դեպքում չէր պահպանվում զանգողի հեռախոսահամարը, չէր ձայնագրվում խոսակցությունը, իսկ այժմ այդ հնարավորություններն առկա են։ Նաև քաղաքացին կարող է գնահատել սպասարկումը։ Տասնյակ տարիներ ունեցել ենք թեժ գծի ֆորմատով զանգերի սպասարկում եւ երբեք չենք իմացել, թե մեր ռեալ պահանջարկն ինչքան է այստեղ, որովհետեւ չեն հաշվարկվել ուղղակի ծրագրային ապահովումը եւ կառուցվածքը թեժ գծի հնարավորություն չեն տվել, որ մենք ռեալ պահանջարկը գնահատենք։ Եվ հիմա ես ուրախ եմ արձանագրելով, որ մենք այնպիսի մասշտաբների, այնպիսի ռեսուրսներ դրեցինք, որով սպասարկում ենք մեզ մոտ եկած բոլոր զանգերը եւ հիմնականում ունենում ենք բաց թողնված զանգերի 0 ցուցանիշ։ Կենտրոնը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի նպատակը տեղահանված անձանց եւ փախստականների կարիքները հոգալու հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելն է։ Զանգերի կենտրոնը մեծ նվաճում է հայերի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Հուսով եմ, որ այս զանգերի կենտրոնը մշտական եւ երկարատև ազդեցություն կունենա ծառայության աշխատանքի վրա, օգնելով մատուցել անհրաժեշտ ծառայություններ։ Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի ընդհանուր բյուջեն 2.8 միլիոն եվրո է։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։